այս խմորիչը, այս ալյուրը առանցին ամանի մեջ անեմ, որ էլ չփչացնեմ, հետո կլցնեմ մեծ ամանի մեջ, մի քիչ է շաքարավազ, այստեղ դանակը չվերցրեցի, կներեք, արդեն ժամը 6-ն է, թե ինչ մտքովս անցավ, որ ես պիտի բուլկի պատրաստեմ, չգիտեմ, այնպես լինի, որ հասցնեմ այսօր թխեմ, շատ ուշ ժամ չլինի, որպեսզի տեսանյութերն էլ մի քիչ լույսով լինեն, էլի, խառնեցի, հիմա սա կծածկեմ, կթողեմ հասունանա, ցույց կտամ, ահա սիրելիներս, տեսեք ոնց է ակտիվացել, ինչքան է բարձրացել, շատ լավ աշխատում է խմորիչը, լցրել էի այս չափի, հիմա տեսեք, որ անզեն աչքով էլ նայենք, ինքը քիչ-քիչ բարձրանում է, պետք է հասցնենք, խառնենք մնացած բաղադրիչները։ Այստեղ ավելացնում եմ մի 100 գրամի չափով բուսայուղ, որպեսզի փափուկ ստացվի, և 1 ձու, հենց անմիջապես մեջն էլ կավելացնեմ։ Մի լավ կհարեմ ու կլցնեմ ալյուրը։ Շաքարավազն արդեն մոռանում էի։ 100 գրամի չափով շաքարավազը բավական է։ Հիմա այսպես կխառնեմ, երբ կպնդանա, ձեռքով կավելացնեմ ալյուրը, ձեռքով կխառնեմ, կավելացնեմ ալյուրը։ Ուզում եմ տեսնեք, թե ինչ փափկության խմոր պետք է լինի։ Շատ թույլ եթե լինի, բուլկիները իրենց ձևը չեն պահպանի, կփռվեն տապակի մեջ և չեք կարողանա կլոր գեղեցիկ բուլկիներ ստանալ։ Պետք է ալյուրն այնքան ճիշտ վերցնել, որ պատրաստելուց հետո բուլկիները իրենց այդ կլորության հաշվին բարձրանան դեպի վեր։ Հասունանալուց հետո փռվեն ու բարձրանան։ Հիմա ես, քանի որ այդքան տեղ չունեմ նկարելուց հեռախոսիս մեջ, սիրելիներս, անջատեմ, այս խմորի ալյուրը լցնեմ, ձեզ չափը կգրեմ։ Նոր միանամ ձեզ։ Ահա, սիրելիներս, տեսեք, ես խմորը չեմ ուզում ամանից անել, բայց պետք է այնպես լինի, որ խմորը դառնա գունդ։ Եթե ես հիմա այն դատարկեմ սեղանին, ալյուրի վրա հունցեմ, ինքը գեղեցիկ գունդ է դառնալու։ Հիմա այստեղ ավելացնելու եմ 50 գրամի չափով կարագ ու նորից հունցեմ։ Այս կարագը իրեն գեղեցիկ փափկություն է տալիս և խմորը փքվելուց հետո գեղեցիկ մանր ծակոտիներ է ունենում։ Սա վերջում ավելացնելը պարտադիր է։ Վերջացնելուց հետո ծածկելու եմ, թողնեմ հասունանա։ Մի անգամ պետք է խմորը մեջ տանք, այսինքն ջարդենք մի հատ բարձրացած խմորը պետք է նստեցնենք։ Այսպիսի խմոր եղավ, տեսեք։ Թողնում եմ հասունանա։ Ընդամենը 1 ժամ է անցել, բայց տեսեք խմորը լիովին բարձրացել է, հասունացել է, հասել է մինչև ամանի եզրը։ Հիմա այսպես թեթև շարժումներով կնստացնեմ խմորը ձգելով և կթողնեմ, կծածկեմ, որ նորից հասունանա։ Խմորի թեթևությունը հիմա կտեսնեք, թե ինչքան թեթև խմոր է։ Հենց այստեղից էլ երևում է, թե ինչպիսին պետք է լինեն բուլկիները։ Որպեսզի բուլկու երեսի շերտը ալյուր չլինի և տգեղ լինի, ավելի լավ է և ձեռքերը խառնելուց անեք բուսայուղ և սեղանի վրա մի քիչ բուսայուղ լցնեք աշխատելուց, որպեսզի բուլկին ոչ թե ալերոտվի, այլ բուսայուղով կարողանաք գնդել կամ կտրել։ Լավ տրորում եմ, մեջ եմ տալի, հավաքում եմ, անում եմ գունդ, հիմա այստեղ կկիսեմ։ Մի քիչ, ճիշտն ասած, չամիչ ունեի տանը, այդ մի փոքր մասը
կխառնեմ չամիչը, թող դա չամիչով լինի, իսկ մնացածը առանց չամիչ կպատրաստեմ։ Գնդերը մոտավորապես բաժանում ենք 80 գրամի չափով, 60-ից մինչև 80 գրամ։ Լավ գնդում ենք, որպեսզի ամբողջ երեսը հարթ լինի ու դնում ենք տապակի մեջ։ Մի թեթև մի հատ ցելոֆան կփռեք երեսը, որպեսզի չչորանա եւ թխվելուց ճաքեր չտա։ Այսպես խմորը կբարձրանա եւ ցելոֆանն էլ շատ հեշտ կարող ենք վերցնել առանց վնասելու գնդերը։ Երբ կտեսնեք գնդերը կրկնակի չափով մեծացել են, ուրեմն պատրաստ է նաեւ թխելու համար։ Պետք է երեսին դեղնուց սկսենք, որպեսզի գեղեցիկ կարմիր գույն ունենան։ Բուլկին թխում ենք 200 Ցելսիուս աստիճանի տակ։ Երբ տեսնում ենք գույնը գեղեցիկ կարմրել է, հանում ենք եւ ցանկության դեպքում կամ շաքարի փոշի ենք ցանում կամ մեղր ենք քսում։ Ես երկու տարբերակն էլ կանեմ։ Մի տապակի բուլկուն մեղր կքսեմ, մյուս տապակի բուլկուն շաքարի փոշի։ Մեղրը քսում են տաք վիճակում, որպեսզի ինքը սառելու հետ չորանա ու շիրա չլինի, մնա բուլկիների երեսին, որպես քաղցր ու փայլ։ Տեսեք ինչքան փափուկ է, դեռ ամբողջությամբ չի սառել, բայց փափկությունն արդեն երևում է։ Այս տարբերակն էլ ենք սիրում շաքարի փոշիով, մի մասն էլ այսպես շաքարի փոշի եմ ցանում երեխեքի համար։ Ահա սիրելիներս, թխեցի, վերջացրեցի, սա էլ երկու տարբերակը, հիմա կդնեմ մատուցման ափսեի մեջ, փորձեք, պատրաստեք, ճիշտ է հիմա կասեք սովորական բուլկի է, բայց յուրաքանչյուր ձեռք տանտիկին թխելուց ունի ինչ-որ մի հեշտ տարբերակ եւ դրա համար հաստատ պետք է որ հետևեք, ցանկության դեպքում բաժանորդագրվեք, որպեսզի միշտ իմ նոր վլոգները դիտեք։ Տեսեք ներսը ինչքան փափուկ է, շատ լավ է ստացվել։ Շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, դիտում եք իմ տեսանյութը։